Մայիսի 30-ին ժամը 0:10-ից 01:00 նկատ ժամանակահատվածում Ադրբեջանի զուստրաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է 1 մանր եղջերավոր կենդանի, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն կից լուսանկարներ հրապարակելով։ Երևանը կոչ է անում Բաքվին հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի հայտարարություններին, ավելի նախորդին կրկին կրակել էր հայկական դիրքերի ուղղությամբ։ Կառավարության մայիսի 29-ի նիստից հետո, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չուլանի հետ էր համեմատել եկեղեցիները, նշելով՝ ես ձեզ պաշտոնապես ասում եմ, մեր եկեղեցիները չուլանացված են, մայիսի 30-ի առավոտյան ֆեյսբուքյան մի քանի գրառում է կատարել, որոնցից որոշները նաև վիրավորական բառապաշար ունեն։ Այս գրառումից րոպեներ անց Փաշինյանը երկրորդ գրառումն է կատարել, մասնավորապես նշելով՝ իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Մեկ այլ գրառմամբ էլ վարչապետը հարց է բարձրացրել, իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Թե ինչն է նման գրառումների շարժառիթը, հստակ չէ։ Ի պատասխան Բագրատ arczepiskopos Գալստանյանը ասել է՝ իրենք խուլիգան են, փողոցային են եւ այնտեղ էլ մնացել են։ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևանից հետո մայիսի 30-ին ժամանել է Բաքվու։ Հաքը Բաքվում կքննարկի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Պաշտոնյան նախորդին Երևանում էր հանդիպել ԱԳ-նախարար Արարատ Միրզոյանի, ԱԽ-քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միրզոյանը ընդգծել է արկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն եւ այդ ճանապարհին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։ Փորձեր են արվում վերանայել Հայաստանի Հանրապետության պատմությունը, ինքնությունը եւ հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին մայիսի 30-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Սա կարող է նաեւ մեր երկրները միավորող հատկությունների համատեքստում լինել։ Հայաստանի եւ Ռուսաստանի ինքնությունները այնքան սերտորեն են միավորված եւ միահյուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել, հետեւաբար կարեւոր է, որ հայագիտությունն այժմ այդպիսի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում։ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոնս։ Սրանք այն գործընթացներն են, որոնց պետք է ամեն կերպ աջակցենք, ասել է դեսպանը։ Սոցցանցի հայկական տիրույթում հայուհիների ազգային պարի կատարումը լայն տարածում են գտել, դիտողները կիսվել են իրենց հիացական խոսքերով ու դրական մեկնաբանություններով։